Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Վաղ առավոտյան ուժայինները խուզարկություն են իրականացրել Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այդ գործողությունները իրականացվում են Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Միևնույն ժամանակ ուժեղ Հայաստանի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվել է եւս 2 ամսով։ Multi Wellness առողջարանային համալիրը այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո՝ Երևան Wellness։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ ծառուկյաններին պատկանող Multi Wellness մարզասրահի շենքը անցել է քաղաքապետարանին։ Multi Rest House հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է 78 միլիոն դրամի թաքցված հարկային պարտավորություն։ Ընկերության կողմից 2023-ից 26 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված հաշվարկները չեն համապատասխանել իրական պատկերին։ Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման շուրջ Երևանը ու Մոսկվան տարբեր դիրքորոշումներ են ներկայացրել։ Երևանը շեշտում է, երկաթուղին երկրի սեփականությունն է, իսկ ռուսական կողմը խոսում է կոնցեսիոն պայմանագրի փոփոխության հնարավոր ֆինանսական հետևանքների մասին։ Մոսկվայի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը։ Արտակարգ իրավիճակ Իսպանիայի Սեուտա անկլավում։ Հազարավոր միգրանտներ Մարոկոից ներխուժել են Հյուսիսային Աֆրիկայում գտնվող այս տարածք։ Մեկ օրում Սեուտա է մուտք գործել գրեթե 50,000 միգրանտ։ Իսպանիան զինվորականների է տեղակայում Մարոկոյի հետ սահմանին կարգուկանոնը վերականգնելու համար։ Օրվա միջազգային անցուդարձը վերադարձել է 3 մեդալով։ Հավաքականի մարտիչների գնահատմամբ արդյունքը դրական է, սակայն մի քանի քաշային կարգերում եւս հայ ըմբիշները մեդալ նվաճելու հնարավորություն են ունեցել։ Վաղ առավոտյան ուժայինները խուզարկություն են իրականացրել Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այդ գործողությունները իրականացվում են Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Միևնույն ժամանակ ուժեղ Հայաստանի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվել է եւս 2 ամսով։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը։ Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի Ալեքսանյանը մեղադրվում է այն բանում, որ 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, ուժեղ Հայաստան կուսակցության եւ մեր ձևով շարժման հավաքներին ու ցույցերին մասնակիցներ ներգրավելու նպատակով։ Դատարանը մերժել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունը հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջներով։ Այս մասին հայտնել է AM իրավաբանական ընկերությունը, նշելով, որ դատարանը վարչապետի հնչեցրած կաշառակեր արտահայտությունը գնահատել է որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն։ Multi Wellness առողջարանային համալիրը այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո՝ Երևան Wellness։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ ծառուկյաններին պատկանող Multi Wellness մարզասրահի շենքը անցել է քաղաքապետարանին։ Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն իսկ վերաբացվել է նախկին Multi Wellness առողջարանային համալիրը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ ունեին փաթեթներ, այդ բոլոր փաթեթները շարունակում են գործել։ Բոլոր այն օրերի համար, որի ընթացքում համալիրը փակված է եղել, այդ օրերը կավելացվեն ձեր փաթեթներին եւ բոլոր այն ծառայությունները, որոնք որ դուք գնել եք նախկինում, դրանք շարունակվելու են ձեզ մատուցվել եւ Երևանի քաղաքապետարանը ապահովելու է համալիրի բնականոն աշխատանքը, հետեւապես արդեն իսկ կարող եք վերադառնալ մարզվելուն։ Multi Rest House հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է 78 միլիոն դրամի թաքցված հարկային պարտավորություն։ Ընկերության կողմից 2023-ից 26 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանը ուղղվող միջոցները չեն համապատասխանել իրական պատկերին։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների եւ հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները։ Հարկեր չվճարելու նպատակով ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներում ընկերության կողմից մտցվում են խեղաթյուրված տվյալներ,
աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների իրական չափերի, ինչպես նաև իրացման իրական շրջանառության վերաբերյալ։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-ից 26 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացվող հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղող միջոցների եւ իրացման շրջանառության վերաբերյալ առերևույթ խեղաթյուրված տվյալներ մտցնելու իրական չափերը չնշելու միջոցով չի հաշվարկել եւ չի վճարել ընդհանուր շուրջ 78.4 միլիոն ՀՀ դրամի հարկեր եւ վճարներ։ Մասնավորապես, պարզվել է, որ ընկերության կողմից 2023-ից 26 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները նշվել են շուրջ 190.2 միլիոն ՀՀ դրամ։ Մինչդեռ ստացված տեղեկություններով նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340.4 միլիոն ՀՀ դրամ։ Բացի այդ, պարզվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև նույն թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237.5 միլիոն ՀՀ դրամ։ Մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136.5 միլիոն ՀՀ դրամ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն բոլոր հարկվճարողներին հորդորում է զերծ մնալ տնտեսական գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից եւ այդ նպատակով կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետեւողական է լինելու տնտեսական գործունեության վերաբերյալ կազմվող հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների իրական հանգամանքները պարզելու հարցում։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման և ԵԱՏՄ շուկայում հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների շուրջ Երևանը ու Մոսկվան տարբեր դիրքորոշումներ են ներկայացրել։ Երևանը շեշտում է, երկաթուղին երկրի սեփականությունն է և պետք է ծառայի Հայաստանի տնտեսական ու ռազմավարական շահերին, իսկ ռուսական կողմը խոսում է կոնցեսիոն պայմանագրի փոփոխության հնարավոր ֆինանսական հետևանքների մասին։ Հայաստանի երկաթուղին երկրի ազգային շահերին ծառայեցնելու Երևանի դիրքորոշումը կոշտ արձագանք է ստացել Մոսկվայից։ Ռուս պաշտոնյաները զգուշացնում են ներդրումների փոխհատուցման հնարավոր պահանջի մասին եւ ընդգծում Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի նշանակությունը։ Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովի խոսքով ընկերությունը պատրաստվում է կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն պայմանների փոփոխման կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող է պահանջել կատարված ներդրումների վերադարձ։ Մտադիր ենք ամբողջությամբ կատարել Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Եթե հայկական կողմը որոշի փոխել դրա պայմանները կամ դադարեցնել պայմանագիրը, մենք իրավունք կունենանք ակնկալելու կատարված ներդրումների վերադարձ։ Ընկերության ստացած շահույթը ուղղվել է երկաթուղային համակարգի զարգացմանը։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն էլ իր հերթին ընդգծել է Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի նշանակությունը։ Նրա ներկայացրած տվյալներով 2015-ից 2025 թվականներին Հայաստանի արտահանումը միության երկրներ 240 միլիոնից դարձել է 3.2 միլիարդ։ Ռուս պաշտոնյան նաև հայտարարել է, որ այլ շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ են նոր ստանդարտներ, արտադրական շղթաների վերակազմավորում եւ լրացուցիչ ծախսեր։ ԵԱՏՄ անդամակցությունը հայկական ապրանքներին ապահովում է միության շուկաներ, մուտքի լայն հնարավորություններ։ Այլընտրանքային շուկաներ դուրս գալը պահանջում է արտադրության եւ լոգիստիկայի երկարատև վերակառուցում։ Եթե երկաթուղու վերաբերյալ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, ռուսական կողմը կարող է փոխհատուցման հարց բարձրացնել։ Երևանի դիրքորոշումը սակայն հստակ է։ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը անկախ գործող կոնցեսիոն կառավարումից Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Հայկական կողմը ցանկանում է, որ երկաթուղին ամբողջ ծավալով ծառայի երկրի տնտեսական, տարանցիկ եւ ռազմավարական շահերին, չխոչընդոտելով նոր տարածաշրջանային ծրագրերն ու միջազգային գործընկերների հետ գործակցությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով կառավարությունը նախընտրում է խնդիրը լուծել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական բանակցությունների միջոցով, սակայն եթե կողմերը համաձայնության չհասնեն, Երևանն իրավունք ունի կիրառելու պայմանագրով եւ միջազգային իրավունքով նախատեսված իրավական մեխանիզմները։ Մեր նպատակը ոչ միայն օրինական, այլև բարեկամական համբերատար։ Մենք շարունակելու ենք խոսակցությունը։ Մենք չենք փակվելու, մենք շարունակելու ենք խոսակցությունը
Իսկ ինչ իրավական հիմքով է երկաթուղին արվում, իրավական հիմքի ձևակերպումը իրավաբանների հարցն է։ Բայց դա մեր սեփականությունն է, մենք մեր սեփականությունը վերականգնում ենք, վերանորոգում ենք, ում պետք է արդարանանք դրա համար։ ԵԱՏՄ-ի շրջանակում հայկական ապրանքների արտահանման խոչընդոտը եւս Երևանը դիտարկում է ոչ միայն որպես երկկողմ, այլև ամբողջ միության խնդիր։ Փաշինյանի գնահատմամբ, եթե ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված ազատ տեղաշարժի սկզբունքները չեն գործում, նշանակում է միության մեխանիզմները չեն կատարում իրենց հիմնական գործառույթը։ Հայաստանի կառավարությունը չի հայտարարում ԵԱՏՄ-ից անհապաղ դուրս գալու մասին։ Երևանի նպատակն է պահպանել առկա գործակցությունը, բայց միաժամանակ զարգացնել նոր շուկաներ, նոր հաղորդակցային ուղիներ եւ արտաքին տնտեսական կապեր։ Հայկական կողմի ուղերձը պարզ է. Հայաստանը պատրաստ է գործակցության, սակայն այդ գործակցությունը պետք է հիմնված լինի իրավահավասարության, փոխադարձ պարտավորությունների կատարման եւ Հայաստանի ինքնիշխան շահերի հարգման վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի կառավարությունը հաստատել է որոշում, ըստ որի օգոստոսի 3-ից 6 ամիս ժամկետով արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը հանրապետություն։ Արգելք կիրառելը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող եւ տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, նաեւ լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակը, որը պայմանավորված է ներմուծվող արտադրանքի զգալի ծավալներով եւ տեղական արտադրության իրացման եւ արտահանման դժվարություններով հանգեցրել է լոլիկի մթերման պահանջարկի նվազմանը եւ շուկայի անհավասարակշռությանը, բացասաբար անդրադառնալով գյուղատնտեսական արտադրողների գործունեության վրա եւ ստեղծելով ֆորսմաժորային իրավիճակ։ Հազարավոր միգրանտներ Մարոկոյից ներխուժել են հյուսիսային Աֆրիկայում գտնվող Իսպանիայի Սեուտա անկլավը։ Մեկ օրում Սեուտա է մուտք գործել գրեթե 50,000 միգրանտ։ Իսպանիան զինվորականների է տեղակայում Մարոկոյի հետ սահմանին կարգուկանոնը վերականգնելու համար։ Ավելի վաղ Սեուտայի իշխանությունները դիմել են Մադրիդի կենտրոնական կառավարությանը լրացուցիչ ուժեր տեղակայելու տրամադրելու խնդրանքով։ Իրավիճակը քաոսային է։ Արդեն զոհվել է մոտ 3 տասնյակ մարդ։ Իսպանիայի եւ Մարոկոյի միջև սահմանին լարվածությունը սրվել է չորեքշաբթի իսպանական էքսկլավ հասնելու փորձ կատարող միգրանտների հոսքի աճից հետո։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարոկոյի կառավարությունը սերտորեն գործակցում է Իսպանիայի հետ իրավիճակը կարգավորելու համար։ Ստեղծված իրավիճակի հետ կապված Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին սպառնացել է կասեցնել Իտալիայի եւ Իսպանիայի միջև բաց սահմանային Շենգենյան համաձայնագիրը երկրի սահմանները պաշտպանելու եւ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար։ Չնայած Իտալիան սահման չունի Իսպանիայի հետ։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կառավարությունները քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը, գրել է The Telegraph հղումանելով աղբյուրին։ Ըստ լրատվամիջոցի, նրանք Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են պետության վրա ճնշման մեծացումը կինետիկ եւ ոչ կինետիկ միջոցներով։ Այս ծրագիրը ըստ լրատվամիջոցի կպահանջի, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ճնշում գործադրեն Իրանի հարևանների եւ տարածաշրջանային գործընկերների վրա սահմանային անցակետում անցումը խստացնելու կամ փակելու համար։ Միջազգային ու տարածաշրջանային մյուս նորությունները տեսաշարով դիտեք։ Վոլգոգրադում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Վայլդբերսի լոգիստիկ կենտրոնում, հայտնում է ընկերությունը։ Նախնական տվյալներով զոհեր չկան։ Ընկերությունը նշել է, որ մատակարարումները ժամանակավորապես վերաուղղվել են այլ լոգիստիկ օբյեկտներ։ Վոլգոգրադի մարզի իշխանություններն էլ հայտնել են, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենք, վիրավորվել է 5 մարդ, իսկ վառելիքաէներգետիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է նաև Թաթարստանի Զելենոդոլսկում գտնվող Վայլդբերսի լոգիստիկ կենտրոնում։ Հաղորդվում է նաև, որ Զելենոդոլսկում անօդաչուն պայթել է օզոնի պահեստի հարակից տարածքում։ Վնասների ծավալների եւ հնարավոր տուժածների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։ Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է երկրի հարավ-արևելքում գործող 4 ահաբեկչական թաքֆիրական խմբավորման վնասազերծման եւ 15 անդամների ձերբակալման մասին։ Գերատեսչության տվյալներով կասկածյալները հայտնաբերվել եւ ձերբակալվել են նախքան տնտեսական, ծառայողական եւ դատաիրավական ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձը։ Pars Today-ի փոխանցմամբ գործողություններն իրականացվել են Զահեդան, Չաբահար, Իրանշահր, Խաշ, Թավթան, Նեքշահր եւ Ղանդ քաղաքներում, որտեղ արգրավվել են զինամթերք եւ մի քանի կալաշնիկով ինքնաձիգ։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածներին ի պատասխան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան Շեյխ Իսա ռազմաբազային։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով թիրախավորվել են ռազմաբազայի էլեկտրագեներատորներ, նավիգացիոն համակարգեր, նաև վարչական եւ օժանդակ ենթակառուցվածքներ։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում տասնյակ ռազմական օբյեկտների դեմ նոր հարվածների մասին։ Բլումբերգի փոխանցմամբ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերջին օրերին ակտիվացել է չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական լարվածությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի խոսքով նավթի արտահանումը շարունակվում է ամերիկյան ռազմանավերի ուղեկցությամբ։ Վերջին շաբաթվա ընթացքում նեղուցով օրական տեղափոխվել է շուրջ 6.5 միլիոն բարել նավթ։ Քփլերի տվյալներով հուլիսի 29-ին նեղուցով երկու ուղղությամբ անցել է հումքային բեռ տեղափոխող 14 նավ, ինչը զգալի աճ է նախորդ շաբաթվա համեմատ։ Ըստ հրապարակված տվյալների ադրբեջանական Silkway զենք փոխադրող ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը վերջին 5 օրվա ընթացքում 5 թռիչք է իրականացրել Բաքվից դեպի Իսրայելի Նևատիմ ռազմաօդային բազա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Silkway ինքնաթիռները 2025 թվականին առնվազն 57 չվերթ էին իրականացրել Իսրայելի եւ Ադրբեջանի միջև։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ստուգայց է կատարել Էգեյան ծովի եւ Կրետեի հարակից կղզիների ռազմաբազաներում գնահատելով ռազմական ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքը։ Ըստ հունական պարբերականների Աքիլեսի վահան ծրագրի շրջանակում Թուրքիային սահմանամերձ կղզիներում եւ Մարիցա գետի ուղղությամբ տեղակայվում են ռադիոէլեկտրոնային պայքարի եւ հակադրոնային համակարգեր Հունաստանի հակաօդային պաշտպանության բազմաշերտ ցանցն ամրապնդելու նպատակով։ Պակիստանի Բելուջիստան նահանգում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ, հայտնում է Ալ Ջազիրան։ Նախնական տվյալներով պայթյունի պատճառը հանքահորում կուտակված մեթանն է եղել։ Փլատակների տակ դեռևս մարդիկ կան եւ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Գերմանիայում 2026 թվականի ընթացքում բարձր ջերմաստիճանների հետևանքով մահացել է մոտ 10,000 մարդ, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով հուլիսի 19-ի դրությամբ շոկի հետ կապված մահերի թիվը հասել է 9800-ի, գերազանցելով 2016 թվականից ի վեր ցանկացած ամբողջ տարվա ցուցանիշը։ Մինչև այս ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2018 թվականին, շուրջ 9000 մարդ։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձել է 3 մեդալով։ Ջանես Նազարյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ Արարատ Ավետիսյանը ու Գևորգ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ։ Հավաքականի մարզիչների գնահատմամբ արդյունքը դրական է, սակայն մի քանի քաշային կարգերում եւս հայ ըմբիշները մեդալ նվաճելու հնարավորություն են ունեցել։ Ապացուցելով, որ նախորդ հաղթանակը պատահական չէր։ Բրոնզե մեդալներ նվաճեցին Արարատ Ավետիսյանը եւ Գևորգ Հարությունյանը։ Հայաստանի հավաքականը Բաքու էր մեկնել ամբողջական 10 մարզիկից բաղկացած կազմով։ Հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի խոսքով հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելուց առաջ ստացել էր անվտանգության երաշխիքներ։ Մրցումների ընթացքում մարզիկների եւ պատվիրակության անդամների անվտանգությունն ապահովվել է, իսկ մրցավարական լուրջ միջադեպեր ըստ նրա չեն արձանագրվել։ Նշենք ոսկե մեդալը Ջանես Նազարյանի, ոնց որ ասեցի, այդ կան տարիների ընթացքում առաջի անգամ հիմնը հնչեց այդ մոնենտը մեծ պալատի, դա շատ հուզիչ էր, շատ ոգևորիչ էր, որ կարողացանք, մենք ասում ենք երևի չթողնեն դաժե, բայց այնց ստացվեց, որ պրոբլեմ չեղավ Ջանեսի հետ կապված մրցավարության հետ, անացած հարցերի հետ կապված ինքը ոնց պատրաստ էր անցյալ տարվա եւ աշխարհի առաջնության հաջողությունը կրկնել Բաքվում։ Ջանես Նազարյանը մրցաշարի ամբողջ ընթացքում վստահ գոտեմարտեր է անցկացրել, մինչև եզրափակիչ նա մրցակիցներին հաղթել է, չտալով ոչ մի միավոր։ Ոսկե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը սկզբում հայտնվել է հետապնդողի դերում, սակայն կարողացել է վերականգնել հավասարակշռությունը, փոխել գոտեմարտի ընթացքն ու պաշտպանել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նազարյանի խոսքով նախորդ տարվա հաջողությունից հետո մրցակիցներն արդեն մանրամասն ուսումնասիրել էին իր ըմբշամարտը, ուստի մարզիչների հետ մշակել էին հաղթանակի մի քանի տարբերակ։ Ավելի դժվար է այդ նույն մակարդակին մնալը, քանի որ եթե անցյալ տարի մի քանի հոգի էին աշխատում ինձ վրա, այս տարի բոլորն էին աշխատում ինձ հաղթելու համար։ Այդ դեպքում ես ավելի պետք է լավ աշխատեի ու այս տարի այդպես էլ արեցինք մարզիչների հետ միասին,
փորձեցինք ավելի լավ պատրաստվել, այսինքն մի հաղթանակի տարբերակի փոխարեն մի քանի տարբերակ մշակել, որ եթե մի կողմով աշխատեն ինձ վրա, ես մյուս կողմով կարողանամ հաղթանակ տանել։ Բրոնզե մեդալ նվաճած Արարատ Ավետիսյանը միջազգային խոշոր մրցաշարերում արդեն 3-րդ անգամ է բարձրացել պատվո հարթակ։ Նախորդ տարի նա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել ավելի թեթև քաշային կարգում, իսկ այս մրցաշրջանում քաշային նոր կարգում բրոնզե նվաճել եւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում Ավետիսյանը նվազագույն տարբերությամբ պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին, իսկ 3-րդ տեղի համար գոտեմարտում ժամանակի շուտ առավելության է հասել հունգարացի մրցակցի նկատմամբ։ Պետք է ավելի լավ պատրաստվենք, սխալների վրա աշխատենք, շատ պարապենք, պետք է հավաքված գոտեմարտեր անեմ, մի քիչ լավ չմասնակցեցի, որովհետև բաց էի գնում եւ տեղեր կային, սխալներ կային, պետք է այդ սխալները ուղղել եւ շարժվել առաջ։ Գևորգ Հարությունյանն աշխարհի առաջնությանն առաջին անգամ էր մասնակցում։ Բաքվում առաջին գոտեմարտում նա մրցել է ադրբեջանցի ներկայացուցչի հետ եւ լարված պայքարում պարտվել նվազագույն հաշվով։ Այդ հանդիպման ընթացքում Հարությունյանը կոտրել է արմունկի ոսկորը, սակայն նույնիսկ վնասվածքը չի խանգարել հայըմբիշին շարունակել պայքարը եւ նա հաջորդ փուլում 7-6 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին, նախորդ տարվա աշխարհի չեմպիոնին, իսկ բրոնզե համար գոտեմարտում Հարությունյանը հաղթանակ է տարել 1 միավորի առավելությամբ։ Ես որ պարտվեցի, իմ սրտի խորքում շատ ուժեղ ցավ զգացի, հետո հասկացա, որ կարամ բրոնզե մեդալ վաստակեմ ու գնացի միջև վերջ։ Ձեռքից ցավին այդ ժամանակ էլ չեմ նայել։ Միանգամից ուզեցել եմ, այսպես իմ լեզվով ասեմ, ուզեցել եմ կպնեմ իմ գործին։ Հավաքականում այժմ պատրաստվում են հաջորդ մրցաշարին։ Մարշչական շտաբը նախատեսում է Եվրոպայի առաջնությունից հետո անցկացնել լրացուցիչ ընտրական մրցաշարեր, որպիսի քաշային կարգը փոխած մարզիկները եւս հնարավորություն ստանան պայքարելու աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ինչպիսին կլինի վաղվա հանքարդյունաբերությունը։ Այս հարցի պատասխանն են փորձում գտնել ոլորտի առաջատար ընկերությունները, ստարտափները, տեխնոլոգիական համայնքը ու ներդրողները։ Սևանի ափին անցկացված Մինիկ ինովացիոն սամիթը մեկ հարթակում է համախմբել նրանց, ովքեր համոզված են երկրի արդյունաբերական հզորությունը սկսվում է նորարարությունից, իսկ տնտեսական աճը տեխնոլոգիական մտածողությունից։ Եթե մինչև հիմա թվում էր, թե հանքարդյունաբերությունն ավարտվում է հանքի սահմաններում, ապա Սևանի ափին անցկացված Mining Innovation Summit-ը ներկայացրեց բոլորովին այլ պատկեր։ Այստեղ հանդիպեցին ոչ միայն տարբեր ոլորտներ, այլև տարբեր մտածողություններ։ Միևնույն հարթակում էին հանքարդյունաբերության առաջատար ընկերությունները, տեխնոլոգիական համայնքը, ստարտափները, ներդրողներն ու պետական հատվածի ներկայացուցիչները, միասին ձևավորելով Հայաստանի տնտեսության զարգացման նոր օրակարգը։ Մեր հանքարդյունաբերությունը իհարկե առաջատար դիրքերում է, այսպես կարող եմ ասել, եւ մենք կառավարությունը նույնպես, քանի որ թվայնացումը մեր կառավարության գերակա ուղղություններից է, կառավարությունը նույնպես այս ուղղությամբ մեծ քայլեր է ձեռնարկում, մեր ռազմավարական բոլոր փաստաթղթերում դա ամրագրված է, որ ոլորտը պետք է թվայնացնել, վերափոխել եւ հավանաբար նաև առաջիկա կառավարության ծրագիրը, որը նախատեսում է առաջիկա 5 տարվա միջոցառումների ծրագիր, այնտեղ նույնպես իր ուրույն տեղը զբաղեցնելու է եւ կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում արկա բոլոր հարաբերությունները թվայնացնելու, ավելի թափանցիկ դարձնելու, որը կմեծացնի նաև ներդրումային գրավչությունը։ Այսօր հանքարդյունաբերությունը պարզապես արդյունահանման ոլորտ չէ, այն դարձել է տեխնոլոգիական վերափոխումների շարժիչ ուժերից մեկը, ներդնելով թվային լուծումներ, ավտոմատացված համակարգեր, տվյալների վերլուծություն եւ ժամանակակից ինժեներական մոտեցումներ, որոնք բարձրացնում են արտադրության արդյունավետությունն ու անվտանգությունը։ Այս գաղափարախոսության կրողներից են նաև Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերության ընկերությունները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես երկրի արդյունաբերության առաջատարներից մեկը, տարիներ շարունակ իր գործունեությամբ կարևոր ներդրում է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման, արդյունաբերական ներուժի ամրապնդման եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրման գործում, շարունակաբար զարգացնելով արտադրական գործընթացներն ու աջակցելով նորարարական նախաձեռնություններին։ Առանց հանքարդյունաբերության, երբ որ մենք ընդերքից հանում ենք մետաղները եւ օգտագործում ենք արդեն տարբեր
ոլորտներում անհնար էր մեր այսօրվա զարգացման մակարդակը։ Եվ երբ որ դա հասկանում ենք, պետք է երկրորդ ոնց որ քայլը նա լինի, որ ընդունենք, որ Հայաստանը ունի այդ ներուժը, մենք ընդերքով հարուստ երկիր ենք եւ այդ ներուժը ճիշտ պետք է օգտագործենք իշավ մեր պետությանը, իշավ մեր տնտեսական զարգացմանը։ Իսկ Լիդիան Արմենյան ներկայացնում է հանքարդյունաբերության նոր սերունդը, շեշտադրելով միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական լուծումները, պատասխանատու գործելակերպը եւ ոլորտում նորարարական մշակույթի ձևավորումը։ Ընկերության մասնակցությունը նման հարթակներին եւս մեկ անգամ ընդգծում է, որ ապագայի հանքարդյունաբերությունը կառուցվում է գիտելիքի, տեխնոլոգիաների եւ բաց գործակցության հիման վրա։ Եթե մենք մի քանի տարի առաջ, տասնյակ տարի առաջ ունեինք 1-2 աշխատող IT ոլորտից, ովքեր որ ապահովում էին մեզ համակարգիչների նորմալ աշխատանքը կամ ինտերնետ, այսօր հանքարդյունաբերության առանցքային մասն է կազմում տեխնոլոգիական ոլորտը եւ այսօր մենք ունենք օրինակ Ամուլսարում մեծ բաժին, որը զբաղված է եւ ծրագրերի ներդրումով, եւ IT ապահովմամբ, եւ մնացած նոր ծրագրերի գրմամբ։ Mining Innovation Summit-ի գլխավոր նպատակը հստակ էր՝ միավորել Հայաստանի երկու ռազմավարական ուղղությունները՝ հանքարդյունաբերությունն ու բարձր տեխնոլոգիաները, որովհետև հենց այս գործակցությունից են ծնվում այն լուծումները, որոնք կարող են բարձրացնել արտադրողականությունը, խթանել նորարարությունն ու մեծացնել երկրի մրցունակությունը միջազգային շուկաներում։ Հանքարդյունաբերության ոլորտում մենք բավականին լավ արդյունքներ ունենք այն իմաստով, որ խախտումներ ավելի քիչ են արձանագրվել, այդ իմաստով մեր համար լավ արդյունքը ավելի քիչ խախտումներ հայտնաբերելն է իրականում։ Հաշվի առնելով, որ ընդերք օգտագործման ոլորտը այն միակ ոլորտն է, որ շրջակա միջավայրի բոլոր շերտերի վրա թողնում է իր ազդեցությունը։ Միջոցառումը դարձավ նոր գաղափարների, նոր գործընկերությունների եւ ապագային միտված նախաձեռնությունների հարթակ, որտեղ փորձառությունն ու ստարտափային մտածողությունը խոսում էին նույն լեզվով։ Mining Innovation Summit-ը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը միայն բնական պաշարների մասին չէ։ Այն ներդրումների, տեխնոլոգիական առաջընթացի, ինժեներական մտքի եւ երկրի տնտեսական կայուն զարգացման կարևոր շարժիչներից է։ Իսկ երբ ոլորտի առաջատար ընկերությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Լիդիան Արմենիան միավորում են իրենց փորձը տեխնոլոգիական համայնքի ստեղծարար ներուժի հետ, ձևավորվում են Հայաստանի արդյունաբերության ոլորտում նոր գաղափարներ եւ լուծումներ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։